Տիկին Ստեփանյան երեք հայտնի դարձավ, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի դեմ նոր քրեական գործ կա եւ քրեական գործը առնչվում է Սև լճին, ինքը ասաց, որ այդ ամենը անդրադարձել էր ընդհանրապես իրականության հետ կապ չունի, Սև լճում իբր հրաման է տվել, որպեսզի դիրքերը լքեն նահանջեն, այսինքն եւ առիթից օգտվել է հակառակորդը, ինչ կարող եք ասել։ Իսկ ով է այդ քրեական գործը հարուցողը, Փաշինյանական արդարադատությունից ինչ որ մեկը, Փաշինյանական արդարադատությունը այսօր աշխատում է զուտ Փաշինյանի իշխանության համար եւ ես հասկանում եմ ինչու էր երեք դա տարածվեց լրատվամիջոցներով Սև լճի հետ կապված այդ գործը, որովհետեւ այս օրերին Փաշինյանը շատ լավ համոզվել է, որ վաղաշաբաթ խոշորացված համայնքում իր իշխանության պարտությունը արդեն տարակուսելի չէ։ Այստեղ պարտվում է եւ սկսել է ընդդիմադիրների նկատմամբ ինքը գործեր հարուցել։ Ոչ միայն մեր ուժի, այլ նաև ընդդիմադիր մյուս ուժերի նկատմամբ մենք տեսնում ենք։ Փաշինյանը այնքան այդ իշխանությունը այնքան ստեր է հորինել, որ իրենք արդեն սկսել են կռիվ տալ իրենց թեզերի հետ։ Իրենց տեսեք, ասում է, ով է ասել այդ հաղթելու ենք, այդ ով է դա հրապարը։ Մենք շատ լավ գիտենք, չէ, որ այս երկրում ամեն ինչ կատարվում է մեկ մարդու հրանգով, ասում է, չէ, ես վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դրանք քրեական գործի նյութ էին։ Իհարկե, այսօր եթե քրեական գործ պիտի հարուցվի ոչ միայն Սև լճի, այլ նաև Արցախը հանձնելու առումով, այդ մեկ մարդը, որի դեմ պիտի հարուցվի, դա Նիկոլ Փաշինյանն է։ Այս երկրում թիվ 1 պատասխանատուն եւ թիվ 1 մեղավորը այս ամեն ինչի դա Նիկոլ Փաշինյանն է։ Հիշում եք, ասում էր կառավարությունը ես եմ։ Իրենք սկսել են արդեն իրենց ստեղծած թեզերի, իրենց ստեղծած կարգախոսերի դեմ կռիվ տալ։ Եվ շատ լավ հասկանում ենք, որ սրա տակ քաղաքական ենթատեքստ է թաքնված։ Մի քանի օրով հայրենասեր կդառնան, եթե պետք է ընտրությունների համար։ Իրենք չեն կարող դառնալ ոչ հայրենասեր, ոչ ժողովուրդը մենք տունարտուն ենք մտնում, մեզ ասում են ռադարեք դրանց։ Մենք շատ լավ տեսնում ենք, որ կարի մեքենան դրված է ու կարում են քրեական գործեր բոլոր ընդդիմադիրների դեմ։ Իսկ գեներալ Արշակ Կարապետյանի դեմ այդ երեկվա տարված վարույթը շատ պարզ է, որովհետև իրենք ունեն իրենց ներքին սոցհարցումները եւ շատ լավ տեսնում են, թե վաղարշաբաթ խոշորացված համայնքում համահայկական ճակատ կուսակցությունը եւ նրա ավականիները այս օրերին ինչ վարկանիշ ունեն եւ ինչ են արձանագրելու ամսի 16-ին։ Դա ես կարծում եմ Փաշինյանը փորձել է այդպեսով սև բիծ դնել մեր ուժի վրա, բայց ես շատ լավ հասկանում եմ, որ դա ընդհանրապես իր քաղաքական նոր հնարամտությունն է, սա էլ անենք միգուցե աշխատի, վախեցնենք։ Այդ հիմա տեսեք մի պարզ օրինակ, այսօր գալիս եմ ինձ մեկը զեկուցում է, ասում է, որ ամսի 22-ին, կարծեմ այս 22-ին Փաշինյանը հրավիրելու է մարզահամերգային համալիրում մեծ ժողով բոլոր նախարարություններին անխտիր ասված է, եթե որևէ մեկ աշխատող չմասնակցի Փաշինյանի այդ հավաքին, աշխատանքից ազատվելու է։ Դրել են վարչության պետերին, որ կանգնեն այնտեղ գրագրություն անեն, տեսնեն իր աշխատողներից ով եկավ, ովքեր բացակա են լինելու, տեսեք ինչ են ասել։ Իրենք պիտի պատճառաբանական թերթիկ լրացնեն, ինչու են բացակա։ Փաշինյանը իր ենթակայության տակ այսօր ունի հազարավոր գերիներ եւ ինքը հիմա մտածում է այդ գերիներով այստեղի տեխնացուն էլ է գերի Արգիշտի Մեխակյանը իր գերիներից մեկն է, գերեվարել է այդ մարդկանց։ Հիմա ինքը մտածում է, այստեղ ընդդիմությունը կարող է շանս ունենալ, մասնավորապես մեր ուժը համահայկական ճակատ կուսակցությունը, որոշել է այդպիսի գործեր կարել։ Մենք տեսնում ենք, իր կինը չէր ասում էր 11000 դասալիկ կա, իրենք չէին ասում էին լրտեսներ են, դավաճաներ են, թող ցույց տա, քանի լրտեսի է ձերբակալել։ Քանի դավաճանի է ձերբակալել, այդ 11000 դասալիքից քանիսն են այսօր ձերբակալված։ Մենք լավ հասկանում ենք, չէ, որ այսօր թիվ 1 ժողովուրդն է ասում, թիվ 1 դավաճանը Նիկոլ Փաշինյանն է, թիվ 1 հողատուն Նիկոլ Փաշինյանն է եւ
թիվ 1 թրքահպատակ իշխանությունը Փաշինյանական իշխանությունը եւ մի թիվ 1 նահանջողը ու հողեր հանձնողը ժողովուրդն է ասում, Փաշինյանական իշխանությունն է։ Իսկ ժողովուրդը, ինչպես գիտենք, ասում է այն, ինչ գիտի եւ ինչ տեղյակ է։